Ընտրապայքարը լքում է Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համարը, Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Դատարանը շաբաթ երեկոյան 2 ամսով կալանավորել է պատգամավորի թեկնածուին։ Նրան պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներ են առաջադրվել։ Ըստ փաստաբան Արամ Օրբելյանի նրան կալանավորել են առանց բավարար ապացույցների, մեղադրանքը հիմնազուրկ է։ Ոչ մեղադրանքի նկարագրությունը հոդվածը չէ, ինչ է ենթադրվում, ոչ նյութերը որևէ մենակ դավաճանության չէ, էլի որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված ինչ որ հանգամանք չկա։ Ըստ էության նկարագիրը ինչ որ մեղադրում են, դուք այդ բոլոր լրագրողները դրատակ անցնում եք, այն ինչ որ ինֆորմացիա եք տարածում։ Գլխավոր դատախազն ուրբաթ միջնորդել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տա, զրկի նրան անձրմխելիությունից։ Ավելի քան 8 ժամ տևած նիստի արդյունքում ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունները։ Այսինքն կանդալները գցել։ ԿԸՀ-ի որոշումից հետո Թևանյանն ինքնակամ էր ներկայացել քննչական կոմիտե, նրան այնտեղ ձեռնաշխտաներ էին հագցրել, ձերբակալել։ Պետք է անպայման վռնդենք այսօրվա թուրք-ադրբեջանական օրակարգ իրականացնող իշխանություններին։ Նախքան ձերբակալվելը իր տան և գրասենյակի խուզարկություններից հետո Անդրանիկ Թևանյանը մասկի շոու էր որակել իր բառերով Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հերթական քաղաքական հետապնդումը։ Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես, ուրեմն դու ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվում։ Եվ ես դա քեզ չեմ ներելու, ես ինչ որ դու անում ես և այն պիտակավորումը, որ կպցնում ես։ Պետական դավաճանի պիտակը չորեքշաբթի վանաձորյան քարոզարշավի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը կպցրել Անդրանիկ Թևանյանին, անոնսել, որ դավաճանության հոդվածով քրեական գործ է լինելու։ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար կա Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց քննչական կոմիտեն Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու 2024-ին Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, որը ըստ քննչականի օտարերկրյա գործակալ է, $622,000 դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու համար։ Ըստ քննչականի պետական գաղտնիքը վերաբերում է 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով են եղել։ Թե ում միջոցով և կոնկրետ ինչ տեղեկություններ է ստացել նա և փոխանցել, իրավապահները չեն բացահայտում։ 2024-ին Թևանյանը պատգամավոր չի եղել։ Մարազմ է համարում մեղադրանքը Անդրանիկ Թևանյանը։ Քանի չոր քո տանիքա որ կհավատա դրան։ Եվ այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Անդրանիկ Թևանյանի շուրջ այս պատմությամբ Փաշինյանը խոսքից գործի է անցել ԲՀԿ-ի դեմ պայքարում։ ԿՊ ղեկավարը ԲՀԿ-ի հասցեին այլ սպառնալիքներ է հնչեցրել։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտ գործարանը պետականացնելու մտադրության մասին է շաբաթ հայտարարել վարչապետը։ Գլխավոր դատախազությունը անմիջապես իրազեկել է, թե 2000-ականների սկզբին ցեմենտի գործարանը խախտումներով է մասնավորեցվել։ Եվ շատ շուտով պետական կլինի նաև որպես ապօրինի գույք կվերադարձվի Արարատի ցեմենտի գործարանը որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից գողացված գույք։ Ինչ անեք, բարձրանանք վերև։ Իշխանությունը ուզում է կանգնեցնել հայկական ցեմենտի արտադրությունը, որ Ալիևի պահանջով ադրբեջանական ցեմենտ ներկրի։ Ոչ այն է զարմանում, ոչ այն է չի զարմանում ԲՀԿ ղեկավարը։ Իսկ տեղյակ պահել էին, բայց քանի որ նայելով իրավիճակը եւ սա պահանջն Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն ասենք թե Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ծառուկյանի խոսքով Փաշինյանը ծրագիր չունի դրա համար ընդդիմադիր գործիչներին է անընդհատ թիրախավորում, հոգնեցնելով ժողովրդին։ Այսօր
Շիրակ քարոզչության մեկնած Փաշինյանն այսօր էլ ԲՀԿ ղեկավարին սպառնացել է զրկել տներից։ Արթիկի կենտրոնում պիկապի թափքից բղավել է Ծառուկյանի առանձնատունը ծերանոց է դարձնելու։ Իր խոսքով, քանի կա Հայաստանը։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Ծառուկյանը հորդորել է Փաշինյանին ոչ թե որոշել ինչ անել մինչև 2031 թվականը, այլ մտածել, թե ինչ խաբել ժողովրդին մինչև հունիսի 8-ը։ Ծառուկյանը նաև առաջարկ է արել վարչապետին։ Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, որ կառավարության այդ առանձնատունը Դաչան, ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին, որ հերոսներին, որ այսօր իրանք վիրավորվել են, ապակինման կարիք ունեն, ուշադրություն դարձնենք, նրանք մեր ազգի պատիվը բարձր են պահել։ Ինչ էլ պետք է, ես ասենք սարքավորները, ես իմ կողմից կազմակերպեմ, նրանք արժան են, իրենց ցավը տանեմ ես։ Փաշինյանի քաղաքական հակառակորդները վստահ են գործարարներին հարստահարելու մասին խրոխտ հայտարարություններով, նա փրփուրներից է կախվում, փորձում է հին մեթոդներով կայուն պահել իր օրեցօր փոքրացող այն ընտրազանգվածին, որը միամտորեն հավատում է, թե ուրիշներին ունեզրկումից հետո ինքը միանգամից հարստանալու է։ Էդգար Ղուշչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր Կիրակի։